կապված ձեր խոսքը նաև կլսենք, կարծեմ տեսակ հա Դավոսում էր Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Թրամփը եւ այս ամեն ինչը տեսակ Թրամփը աչքով տվեց մեր Նիկոլին, տեսակ ուր եկան դիմացման սխալանքը պականները վերագրավումներ էին անում, բայց իրականությունն է նա, որ ինչպես Ալիևն էր ասում, Զանգեզուրի միջանցքը ինչ անունով ուզում եք անվանեք, դա Զանգեզուրի միջանցքը եւ այն այլևս իրողություն է։ Ավելին երեկ նաև Քրիստինե Վարդանյանը խոսել էր այն մասին, որ ամերիկյան կողմը բանակցություններ է վարում ադրբեջանական կապիտալի շուրջ, որպեսզի ներդրումներ անեն այս թրեփի շրջանակներում։ Հայկ Մանուկյանը եւս գրառում էր արել այդ մասին, թրիփ նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով 74%-ի շրջանակներում։ Այսպիսով հեռու չէ այն օրը ըստ էության, որ մի օր կիմանանք, որ Սյունիքում ադրբեջանցիները այլևս այդ իրողություն են դարձնում այն, ինչի համար իրենք որոշել են, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է գոյություն ունենան։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Չգիտեմ, եթե Դավոսից սկսեցիք, բայց նախ շնորհակալ եմ հրավերի համար, կներեք։ Դավոսից սկսեցիք, այդտեղից էլ ուրեմն այս հարցի փորձենք պատասխան գտնել եւ մեկնաբանել, չգիտեմ, որը նույնիսկ մեկնաբանության խնդիր չի մնացել արդեն, այսինքն այն ինչ ասվել է այդ թրիփ նախագծի մասին, ընդդիմության կողմից եւ այդ նախագիծը քննադատողների կողմից, մասնագետների կողմից պարզվում է իրականությունը եւ ըստ էության Հայաստանի իշխանությունները եւս մեկ անգամ հայտնվել են տուպիկային վիճակում բացատրությունների առնվազն առումով, եթե ասենք 26% այն շահաբաժինը, որ իբր պիտի ստանա Հայաստանը, դեռևս շահարկվում էր, այսօր նույնիսկ դրա բացատրությունը իրենք չունեն, թե անուն ինչի պիտի տան այդ 26%-ը, միայն նրա համար, որ այդ տարածքով է անցնում, եթե այդպես, ուրեմն քո սուվերենությունը այդ տարածքում ընդամենը 26% է, եթե այսպես մոտենանք հարցին։ Իսկ այ ահա որ Ադրբեջանն է ֆինանսավորելու այդ հսկայական նախագծի, այսպես ասենք, 74%-ը, բանակցություններ են վարվում, որպեսզի ադրբեջանական ընկերությունները ներդրում անեն կառուցման ժամանակին ասում են, որ ԱՄՆ-ի ընկերություններից, ամերիկյան ընկերություններից մեկն է վերցել եւ ներդրումներ պիտի անի եւ պիտի այնտեղ ուրեմն կառուցի այդ անցումը, բայց Հայաստանի տարածքում, բայց հիմա պարզվում է, որ այդ ամբողջ ծրագրի 74%-ը ֆինանսավորվելու է ադրբեջանական ընկերությունների կողմից, այսինքն ինչ որ առումով, ֆինանսական առումով նաեւ այդ նախագծի տերը առյուծի բաժինը արդեն հասանելի է լինելու Ադրբեջանին։ Ինչ են անելու ամերիկացիներն այդտեղ, վստահաբար դա Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետության համար, չգիտեմ ինչ հսկայական տնտեսական արժեք նշանակություն ունեցող ծրագիր չէ, որովհետև եթե նայում ենք անցունակությանը, դա այնպիսի ծավալներ այնտեղ չի ենթադրվում եւ բացի այդ էլ, ասենք, չգիտեմ ինչ երկրներ չի կապում իրար, որ մտածենք, թե այդտեղով մեծ տեղաշարժեր են լինելու։ Դա ուղղակի քաղաքական, ուրեմն նախաձեռնություն էր ավելի շատ, քաղաքական այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությանը հիմա արդեն շատ ավելի դժվար է լինելու նախ Պարսկաստանի հետ այդ ճանապարհների օգտագործումը, ինչպես ուզում են բացատրեն, թունելներ կկառուցենք այսպես այնպես, բայց դա ինքը արդեն արևմուտք, արևելք, այսպես ասեմ, անցում է, որը հատում է հյուսիսարավ առանցքը։ Եվ այդտեղ Հայաստանը չունի դերակատարություն, թեև դա տեղի ունենում իր տարածքով։ Դերակատարություն չունի կամ ունի նվազագույն չափով։ Ես չեմ կարծում, թե որևէ ՀՀ քաղաքացի այդ ճանապարհով ուրեմն կնախընտրի գնալ, ասենք, ինչ որ տեղ, գնացք նստել եւ այդ ճանապարհով ինչ որ տեղ գնալ, կամ այդ ճանապարհով ինչ որ բեռներ կբերեն Հայաստան։ Մանավանդ, որ նաեւ մաքսային հսկողություն եւ մնացած տիպի հսկողություն, ապահովություն կազմակերպելու են օտարները, որովհետեւ Ադրբեջանը հասկանում ես թույլ չի տալու, որ այնտեղ լինեն հայ պաշտոնյաներ ու հայկական ծառայություններ։ Եվ իհարկե Դավոս, որտեղ ուրեմն չգիտեմ, դա տնտեսական ավելի շատ մեծ ֆորում է, բայց այս անգամ
ուրեմն ամբողջությամբ քաղաքական մի շոու էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրեմն ղեկավարի առաջնորդությամբ, ասեմ թե թագավորությամբ, որտեղ հավաքվել էին այսպես ասեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի շատ վասալ պետությունները եւ նրանց Թրամփի քաղաքականությունը սպասարկող ղեկավարները ստորագրել էին նախորդին ինչ որ մի թուղթ, որը հավակնում է փոխարինել ՄԱԿ-ին, չգիտեմ խաղաղության ինչ է կոչվում, այո, եւ հիմա ավելի շատ խոսակցություններն այդ ուղղությամբ էին, պատահական չէր նաեւ Հայաստանի նախագահի ուրեմն հայտարարությունը, որով նա շնորհակալություն էր հայտնում դա չէ, եկեք ոչ մի ձևով չբնութագրենք այդ կեցվածքը նրա դա պարզապես իր մի վարքյան ես հիմա ավարտեմ կա մարդու տեսակ, որը իր պատյանից դուրս երբեք չի գալիս, հասկանում եք, նրա համար չկա հանրային շահ, այդ մարդու համար չկա չգիտեմ, ազգային շահ, չկա ոչ մի շահ, այդ մարդուն հետաքրքրում է միայն իր անձը, իր աշխատանքն էլ չէ, իր պաշտոնը եւ իր բարեկեցությունը, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում նրան։ Ինքը չի հասկանում նույնիսկ, որ ինքը երկիր է ներկայացնում։ Սա է սարսափելին։ Հիմա այդ տեսակ մարդու ասածը, որ շնորհակալություն է հայտնում Ալիևին, Ադրբեջանին այս խաղաղությունը բերելու, խաղաղությանը մասնակցելու կամ չգիտեմ ինչի համար, մի պատկերացրեք, թե այդ վարքյանին հիշել է արդյոք նա, որ տեղի է ունեցել 44 օրյա պատերազմ, որ այդքան երիտասարդներ են զոհվել, որ այդքան կորուստներ են ունեցել, տարածքային, որ Արցախ է հայաթափվել, ինքը իր մտքում այդ ամեն ինչը չի ունեցել։ Մոռացել է, ուղղակի է շփոթված ինչ-որ, չգիտես, ինչ-որ բարձրաշխարհիկ մի տեղում հայտնվել է, եւ դա արդեն իրեն բավական է համարելու համար, որ չգիտեմ, ինքն էլ է, էլի, երկրի նախագահ կամ չգիտեմ ինչը։ Այդպես չի լինում։ Եթե շնորհակալությունը Ալիևին հայտներ որևէ ամերիկացի, այն բանի համար, որ Ալիևը գնացել է օգոստոսի 8-ին ստորագրել է թրիփը եւ այլն, ես կհասկանայի դեռ, բայց շնորհակալությունը հայտնում Հայաստանի նախագահը եւ ստացվում է, չգիտեմ, էլի ծիծաղի առարկա է դառնում ոչ միայն ինքը, այլև ծիծաղի առարկա է դարձնում երկիրը։ Այսպիսի քաղաքական կուրս, այսպիսի քաղաքական ուրեմն գործունեություն ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է դու գնաս որպես տվյալ երկրի նախագահ եւ չգիտեմ հայտարարություններ անես այդ երկիրը նսեմացնելու համար։ Հատուկ կարծես հայտարարություն արել նսեմացնելու համար։ Եվ մյուս կողմից էլ այդ հայտարարությունը նույն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է, ուրիշ բան չի։ Չի էլ տարբերվում։ Նույնը կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե ասենք այդ առիթը կամ այդ հանդիպմանը մասնակցեր ոչ թե նախագահ, այլ ինքը։ Ես այսպես եմ մտածում, մարդիկ չգիտես էլի, ինչ երեսով են ասենք գնում շփվում օտարերկրյա գործընկերների հետ, կամ այն մյուս օտարերկրյա գործընկերները, որոնք 30 տարի շարունակ եղել են Հայաստանի կողքին, նպաստել են Հայաստանի բարած քաղաքականությանը եւ այլն, հիմա այդ մարդիկ ոնց ինչ են մտածում Հայաստանի մասին։ Այնտեղ երկրներ կան, որոնք ընդունել են հայոց ցեղասպանությունը, որոնք դատապարտել են Արցախի հայաթափումը, որոնք դատապարտում են այսօր ադրբեջանական բանտերում մեր ժողովրդի զավակների գոյությունը։ Լավ, ինչու պիտի Հայաստանի Հանրապետության նախագահը կանգնի եւ շնորհակալություն հայտնի թշնամի երկրի ղեկավարին այդ ամենի համար։ Սա ինչ է, աբսուրդ չի սա նույնիսկ, ես չգիտեմ ինչ է։ Հասկանում եք, ավելի վատ բան է, քան այն աբսուրդը, որ ասենք կարող է պահիտակ տեղի ունենալ։ Այդ մարդը հակել է իր, այսպես ասեմ, ոնց որ ռուսերը չելավեք ֆուտլյար է, ում գործն էր, չհիշեցի այս պահի, մարդը հակել է, կապիշոնը քաշել գլխին, կոծկել, այսպես դեմքը փակած, խոսում է։ Ինքը իրենից դուրս ոչինչ չի ընկալում։ Մարդը ինքն իր մեջ ամփոփված։ Եվ այդ մարդը երկրի նախագահն է, այո,
Որովհետև երկրի վարչապետն ու ռազմաքաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է։ Միայն Նիկոլ Փաշինյան վարչապետի պարագայում կարելի էր այդպիսի նախագահ ունենալ։ Շեխովի գործն է, բայց իրականությունն է, որ Շնորհակալություն հուշել, հա։ կոնկրետ էլի, ամենամեծ ողջունությունն է, որ սա մեզ է ներկայացնում։ Սա միանոց հայրենիք է։ Այդ մասին է ես խոսում։ Գնաս Հայաստան ներկայացնես, չհասկանալով ինչ ես ասում։ Ես հասարակ մի բան վերցնենք, մեր ասենք մարզիկներին վերցնենք, մարդը Հայաստանի հավաքականից կամ Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունենում որևէ միջազգային ասպարեզում։ Այդ մարզիկը 1000 անգամ ավելի շատ պատվախնդիր է, շատ ավելի ուրեմն հայրենասեր է, շատ ավելի, չգիտեմ ինչ է, քան այս նախագահ կոչվածը։ Այդպես է դուրս գալիս։ Դու նորից նախագահը հենց դրոշի սիմվոլն է նաև, դրոշը նաև նախագահի սիմվոլն է մեր եռագույնը։ Դու գնում ես այդ սիմվոլով եւ խայտարակում ես երկիրը։ Խայտարակում ես երկիրը, ժողովրդին, քո պատմությունը ոտնատակ ես տալիս, ամեն ինչ մոռացած, հենց միայն այն վիճակը, որ քո այդ պահի ուրեմն շրջապատը, այսպես բարձրաշխարհիկ նստած են, դու էլ քեզ թույլ ես տալիս այդպիսի մի արտահայտություն։ Բայց ինչ հայացքով են, իրենց թվում է թե իրենք գովաբանում են, եթե ողորմելի են նրան որակում են։ Ողորմելի են որակում, շուտով կգնան իրենց երկրներում այդ արտահայտությունն էլ թույլ կտան, որը դուք ասեցիք, թե ողորմելի, թե դավաճան, թե ամեն ինչ կներկայացնեն, դա իրենց համար որպես դաս, թե ինչպիսին չի կարող լինել որևէ երկրի ղեկավար։ Այդպիսին չի կարող լինել։ Նույնիսկ այն, չգիտեմ, ամենաընկած, ամենավերջին տեղում գտնվող երկրի ղեկավարը չի կարող, նախագահը չի կարող կանգնել եւ շնորհակալություն հայտնել իր ճշնամուն։ Այդպիսի բան չի կարող լինել, որ ոչ մի ուղեղի մեջ չի տեղավորվում ուղղակի։ Դու ուրիշ բառեր կարող ես ասել ի վերջո։ Երկար տարիների հակամարտությունից հետո ինչ որտեղ այսպես բան է եղել, բայց շնորհակալություն հայտնել, երախտիկի խոսք ասել, լավ, դու պիտի ուղղակի փալաս լինես։ Այն ֆուտլյարը, որ ասում եմ, կներեք, ֆուտլյարը, որ ասում եմ քաշել է վրան, այդ կապիշոնը բան, այսպես կծկվա, հենց այդպեսին պիտի լինես, որ կարողանաս քեզ նման բան թույլ տալ։ Ազգային ժողովի հաղորդապատասխանի ժամանակ տեսանք Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ այսպես որդուներ ունեցավ։ Պարգևավճարների մասով, պարոն Անդրեասյան, սա աբսուրդ է։ Իրենք ես միլիարդավոր պարգևավճարները արդարացնում են։ Ալի Սիմոնյանն ասում է, բա թոշակ բացաստողը պետք է լավ հագնվի, մենք պետություն եք ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, պարգևավճար եք տալիս, որ զորացնենք կոռուպցիան։ Խնդրեմ։ Որ իբր ավելի լավ աշխատեն, որ ոգևորվեն, չգիտեմ։ Եթե նա այդ պարգևատրումներից Նիկոլ Փաշինյանի ամբողջ աշխատակազմի ու այս կառավարության աշխատանքի մի տոկոսը, աշխատանքը 1%-ով կամ ինչպես ինքն էր ասում 0.0000001%-ով, եթե կլավանա, ես գուցե ասեմ դե քայլ է արել են, պարգևատրել են, որ այդքան տոկոսով ավելանա աշխատանքի արդյունավետությունը։ Ես վստահ եմ, որ այդ պարգևատրումները, ես այսպես եմ մտածում, ուրիշներին չեմ ուզում պարտադրել այս կարծիքը, ես ինքս մտածում եմ, որ Փաշինյանը ընդամենը նախընտրական կաշառք է տվել պետական ապարատի աշխատողներին, ուրիշ ոչ մի բան։ Ուղղակի նախընտրական կաշառք է դա։ Ինքը ասում էր, ձեր ուղեղներում հաղթահարեք աղքատությունը կամ ուղեղներում պետք է հաղթահարեք աղքատությունը, որ կարողանաք լավ ապրել, հարստանալ եւ այլն։ Ես չգիտեմ, թե իր աշխատակազմից թե քանի հոգի հանկարծ հասցրեցին աղքատությունը հաղթահարել ու դառնալ 8 միլիոնի։ Այդ ուղեղներում աղքատությունը հաղթահարելով դարձան 8 միլիոնի տեր, չեմ հասկանում։ 8 միլիոն, ես որ նայում եմ իմ աշխատավարձով, ես ինչքան ժամանակում եմ վաստակում, ուղղակի շշմելու տարբերություն է։ Բայց նրանք չէ որ ինձնից ավելի շատ չեն աշխատում եւ ես վստահ եմ որ չեն աշխատում։ Վստահ եմ ուղղակի որ չեն աշխատում։ Նույն կոռուպցիան ասում է դուք լավ ասիք, որպեսզի կոռուպցիան ուրեմն թույլ չտանք մտնի այնտեղ։ 2 օր առաջ են հարկայինի բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալել։ Ընդ որում կաշառք ստանալու, այսինքն այն բանի վրա, որի դեմ 8 տարի է պայքարում ու խոսում են։
8 տարի է պայքարում ու խոսում են։ Իրենց հենց շարքերում, հենց իրենց մտերիմների մեջ հազար ու մի բաներ կա։ Փաշինյանն ասում է, եթե օլիգարխը մտնի պետական պաշտոնյայի ուրեմն առանձնասենյակ ոտքով դուռը բացելով ես նրա ոտքերը կջարդեմ։ Լավ, եղբայր, հələ մի հատ հասկանանք, թե ինչու քո իշխանության ժամանակ կան օլիգարխներ։ Օլիգարխը ով է վերջին հաշվով։ Օլիգարխը նա է, որ եւ հսկայական ուրեմն ձեռներությամբ է զբաղված, հսկայական գումարներ ունի, այդ թվում նաեւ պետական ապարատի մեջ է ներքաշված։ Հիմա այդպիսի մարդիկ դու ունես։ Եթե ունես, ուրեմն այդ մարդկանց դու պետք է առաջինը պետական ապարատից հեռացնես, ոչ թե սպասես, որ այդ մարդիկ մի հատ էլ ոտքով բացեն պետական ապարատի դռները։ Դու ժամանակին ասում էիր Պողոսներին, դուք կարող եք ժողովուրդ ջան, նախարարն ով է, որ ձեր ասածը չանի, ձեր առաջ դուռ չբացի, ոտքով ջարդեք մտեք այդ դռները եւ այլն եւ այլն։ Հիմա այսօր դու եկել կանգնել ես պետական ապարատի աշխատողների կողքին, նրանց ուրեմն աջակցությունն ես ակնկալում, փողեր ես տալիս նրանց ու դեռ մի բան էլ սպառնում, որ եթե ինչ-որ մեկը գա, քո դուռը ջարդի, ես նրա ոտքերը կջարդեմ։ Ես էր քո հարցու պատասխանը։ Դու ուրիշ ինչ ես ասում, հիմա եկել ես ժողովրդին, դու ինչ ես ասում։ Քո արածը որն է մինչև այսօր, այդ նույն ժողովրդի համար։ Թոշակները չես բարձրացնում, արդարացում ես փնտրում, աշխատավարձ չկա, արդարացում ես փնտրում, գործատեղ չկա, խաբում ես, ուրիշ թվեր ես ներկայացնում, մի գործարանը կարող է 5-6 անգամ 3-4 անգամ գործարան են բացում ու ամեն անգամ այդ աշխատատեղ ենք ավելացրել եւ այլ եւ այլն։ Դե հիմա շոկոլադի գործարան Հայաստանում, այսինքն չկար շոկոլադի գործարան, դա այսպես ռազմավարական, այսպես խոշոր ուրեմն բան են սարքում, չկա գործարան, Հայաստան շոկոլադի մեջ խեղդված է, ուրիշ բան բացիր, ուրիշ գործարան բացիր, ինչ շոկոլադի գործարան։ Էլ ուրիշ բանուգործ չունենք մենք, ռազմարտունաբերության մասին էր խոսում։ Բերեցիր երկու հատ, չգիտեմ ինչ ցույց տվիր, ասում են զենքեր են կարել, չգիտեմ ինչեր են կարել։ Ինքներդ ինչ եք կառուցել կամ Հայաստանի անվտանգության համար, ինչ եք առել, ձեռք բերել, ինչ եք ինքներդ արտադրել։ Չկա, ոչ մի բան չկա։ Ընդամենը խոսքեր են։ Եվ որ ոլորտում են ինչ-որ բան արել, առհասարակ ոչ մի։ Ակնկալել, որ այս իրավիճակում, այս ուրեմն ճակերտավոր հաջողությունների պայմաններում ինքը հունիսին որևէ ձայն կստանա, ուղղակի անիմաստ է, բայց դες մարդը քայլեր է անում, օրինակ կաշառելով, այո, ես պնդում եմ, որ դա կաշառք է տրված ուրեմն պետական պաշտոնյաներին։ Կաշառք, որ նրանք մնան իր շուրջը, որ նրանք իրենց ընտանիքներով վազեն իրեն քվետան։ Թոշակառուների նկատմամբ հա այս վերաբերմունքը բան Անդրեաս։ Դա ուղղակի էլ սարսափելի է, սարսափելի է։ Սարսափ չեն խառնել իրար չեն իմանա ինչպես բան։ Հա, դա 20,000-ը խնդրի լուծում չի լինի, այ բայց մենք, որ ստանանք օրինակ ես ամիսը 1.5 միլիոն ավելացումով գումար ստանամ, տեսեք ես ոնց կօգտվեմ։ Ահա։ Իրենք գիտեն օգտագործելու ձևերը, իրենք գիտեն այդ գումարները ինչ կանեն, կվերածեն օտարերկրյա արժույթի, կփոխանցեն արտասահմանյան բանկեր, այդ գումարներով ձեռք կբերեն նոր բնակարաններ, նոր հարստություն կուտակելով կդառնան նոր գործիներ եւ այլն։ Բայց ահա ժողովուրդը չի կարող իր 10,000-ը տնօրինի, որովհետեւ չգիտի ինչ անի խեղճ թոշակառուն։ Զավեշտ է, բառից բուն իմաստով զավեշտ է։ Այսինքն այդ թոշակառուն պիտի մնա այնքան, մինչև իրենք, ես չգիտեմ, կամ հեռանան, կամ հարստանան այնքան, որ այլևս տեղ չլինի։ Հակառակ պարագայում թոշակառուն դեռ չէ, թող սպասի։ Բոլորը թող սպասեն եւ այդ ամեն ինչը միայն քանի որ էս պահին եւ բյուջեն է իրեն ձեռքին եւ հնարավորությունը եւ ուժային կառույցները եւ ամեն ինչը ժողովրդին ուրեմն պիտի զրկեն ամեն ինչից։ Պիտի երկիրը դարձնեն բռնապետություն, պիտի բանտերը լցնեն քաղբանտարկյալներով։ Այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ իրենք անպատիժ ձևով աշխատում են, թալանում են բյուջեն ամեն ձևով։ Եվ նրանք պիտի այդ ամեն ինչը ուրեմն քողարկեն սարսափի, վախի եւ չգիտեմ ինչի մթնոլորտով։ Ու գիտեք ինչ է ասում ֆինանսների նախարարը, ասում է ինչ եք մեծ աղմուկ դարձրել այդ
պետակապարտքը ժամանակին ինչ-որ միլիարդ էր, հիմա մեկ այլ միլիարդ, ուրեմն կրկնակի աճել է, այսինքն են 25 տարվա ընթացքում, որ պետակապարտքը ընդամենը 6-7 միլիարդ է, հիմա 14.5 կրկնակից ավել, 14.5 միլիարդ է, ասում չէ, մի հատ միլիարդ է, հիմա ուրիշ միլիարդ է, ծորները մեզ դրներ Այդ պետական պարտքը, գիտեք ինչ, ասենք սարսափելի էլի բան չկա այստեղ։ Վերցրել են, հա, եթե կարողանում ես սպասարկել, քո տնտեսությունն ի վիճակի է դա սպասարկել, էլի ոչինչ։ Բայց սրանց ոչ տնտեսությունն է վիճակի դա սպասարկելու։ Ոչ էլ հայտնի է, թե վերցրած գումարները ինչ են արել։ Դա էլ բացահայտվեց, չէ, այդ վերցրած պարտքից 8.5 միլիարդ չկա, կորել է։ Կորել է այդ գումարը։ Եվ ոչ մի բացատրություն չունեն։ Պահանջում ես, գալիս թվեր են կրակում, այդ դարձյալ ոչ մի կերպ մարդկանց ուրեմն չապացուցելով կամ չհավատացնելով, որ իրենք ինչ-որ ձևով ծախսել են այդ գումարները։ Ուղղակի թալանվել է, ուրիշ բան չի եղել։ Եվ չունեն բացատրություն։ Եվ հիմա այդ որ կանոնագիր չէ, ընդունեցին կարծեմ բարեվարկության իրենց կուսակցության հետ կապված։ Հիմա 2 օր տևեց, 3-րդ օրը եկավ ազգային ժողով, մենք տեսանք երեք իր պահվածքը։ Դուս մի տվեք, չգիտեմ ոտքերները կջարդեմ, չգիտեմ ես կանեմ, են կանեմ։ Այն Միրզոյան Արարատ ունեն մի հատ արտգործնախարար, ուրեմն իր փուչ հալով լրիվ դատարկ հալով, ասենք Վարդան Օսկանյանը քննադատում, ողորմելի է ասում, առանց հասկանալու, որ ինքը ուղարկի ողորմելի պաշտոնյայի կերպար է։ Բացառիկ նմուշ է ողորմելի պաշտոնյայի։ Չհաշվենք, որ դեռ ԱԱԾ-ի գործակալի, թուրքական գործակալի ուրեմն համբավներ վրան, կրկնակի, եռակի, քառակի գործակալի համբավը վրան հայտնվել է հանկարծ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում։ Ու այդ մարդը ողորմելի է անվանում մեկին, որը տարիներ, տասնյակ տարիներ զբաղվել է Արցախի հարցի բանակցություններով, Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, Հայաստանի ուրեմն հարևան երկրների հետ հարաբերություններով։ Դուք ձեր 8 տարում այդ ամեն ինչը ոչնչացրել եք։ Արցախի բանակցություններից ուրեմն գլուխներդ ազատելու համար դուք Արցախը հանձնել եք։ Ասում եմ գլխացավից ազատվելու համար գլուխը կտրել եք։ Հիմա դու եկել ես քո ոչնչություն հալով, բառից բուն իմաստով, ես սա նորից եմ կրկնում, ոչնչություն։ Դու եկել այն մարդուն ողորմելի ես ասում։ Ախր դե լավ լեզուն էլ պիտի չափ ունենա, չէ՞։ Այդ անտերի տակ եթե ոսկորդ չկա, դա չի նշանակում, որ դու պիտի կարողանաս ինչ որտեղ ես էլ մի քիչ չափից կարամ դուրս գամ, կարող եմ դուրս գալ։ Բար սովորական քաղաքացի եմ, չգիտեմ, կարողա լրագրողել եմ մի քիչ։ Հա, բայց դու պաշտոնյա ես, արտաքին գործերի նախարարն ես, արտաքին քաղաքականության վարչապետի ներկայացուցիչն ես, էդից ձև ես խոսում։ Դա գիտակցությունն է, չէ՞ իրենց արածի պարոն Անդրեասյան։ Քան իրենք ենթագիտակցորեն հավատացնում են այն արածի ողբերգության հետ, որ իրենք վերել են։ Իրանք տուպոյ են։ Տուպոյ բառից բուն իմաստով։ Իրանք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում։ Իրենք քաղաքական գործիչներ չեն, իրենք են սատանայության սպասավորներ են։ Այն սատանայությունը, որ 18 թվին դրեցին Հայաստանում, այդ դրա սպասավորներն են իրենք։ Իրենք ոչ Հայաստանի վարչապետ են, ոչ նախագահ են, ոչ արտգործնախարար, ոչ էլ որևէ պաշտոնյա։ Իրենք այստեղ բերել են, բյուջեն դրել են իրենց տակ, իրենք լափում են։ Ուրիշ բան Հայաստանի համար որևէ բան իրենք չեն անում։ Հիմա այս եկեղեցու դեմ պայքարը, չգիտեմ սա ինչ է։ Չէ, ինչ է կատարվում, չէ, ինքը վերցրեց մի հատ թուղթ գրեցին այդ 10 տիրադավներով ու գլխին էլ դրեց իր ստորագրությունը ընդ վարչապետ, չէ, այդ թղթի այդ ցանկի վրա։ Այսինքն ինքը որպես վարչապետ մասնակցում է այդ բանին։ Հիմա եկանք, տեսեք, լրիվ խառնեց իրար, խայտարակ է ալնում, իր այդ ուխտերթով, իր այս կեղծ պատարակներով, իր ամեն ինչով խայտարակվել է։ Հիմա եկել են, քանի որ եպիսկոպոսատ ժողովը որոշել են կազմակերպել Ավստրիայում, ես տիրադավները հերթական թուղթն են գրել, բողոքի, ինչ-որ հայտարարություն են արել եւ այլն դրա դեմ, բայց այնտեղ վարչապետի ուրեմն ստորագրություն բան չկա, ինչ եղավ։
Ինչու չես դրել ստորագրությունը։ Հասկացել ես, չէ՞, որ դա քո խելքի բանը չի, դա քո տեղը չի, դա սահմանադրական քո իրավունքը չի։ Քեզ հասկացրին, չէ՞։ Երկար ժամանակ այդ մասին խոսելուց հետո դու հասկացար։ Բայց երեք դու կանգնում ես ազգային ժողովում, ելի ասում ես նրանք տիրադավ չեն, տիրադավը կտրիչն է, հետո այսինքն գոնե պարտությունդ ընդունում ես, ընդունի մարդավայել։ Դա էլ չես կարողանում անել։ Լավ, ասա, հիմա ինչ որ մի բան է, այս եկեղեցին թող գնա իր հարցերով զբաղվի։ Ես դրել եմ սկիզբը, ասել եմ, որ այսպիսի խնդիրներ կան, թող գնան զբաղվեն։ Բայց դա էլ չես անում։ Դու շարունակում ես ուրեմն, որ մի բան մի անգամ ասել ես, պիտի մինչև վերջ տանես, ախր սխալ է դա։ Նույնը քաղաքականության մեջ, նույնը տնտեսության մեջ։ Այսքան օրենքներ բերեցին, ափալ-թափալ ընդունեցին, չգիտեմ, առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, այդ տարբեր բնագավառների։ Իրար հետևից բերեցին, ընդունեցին, բայց այդ ամեն ինչը քանդում է ուղղակի։ Նույն առողջապահության, այս պարտադիր առողջական ապահովագրության այս համակարգ, որի փեր ուզում են մտցնել։ Դուք նայեք, թե ինչ վիճակում կհայտնվեն բժշկական կենտրոնները։ Այդ մասնագետները, այդ բժիշկները, ես չգիտեմ, հիմա ես նաև չգիտեմ, թե ինչ մակարդակի սպասարկում կարող է ապահովել այս նախարարի գլխավորած այդ չգիտեմ ինչը։ Ես նախապես գնում էի իմ կազմակերպությունը ապահովագրական վճարը տալիս էր, պայմանավորում ենք, որ այս բաների համար ինձ պիտի բուժեն անվճար եւ այլն։ Հիմա սրանք դրել սկսել են 65-ից ավել, ուրեմն պարտադիր է, այն մյուսները չգիտեմ պոչու-պոչովա, լավ, ինչ եք խառնում այս ամեն ինչը։ Ինչ եք խառնում, այդ նույն հեծը, ինչի խառնեցիք, ինչի հեծը, այդ ուղղակի կիսավեր վիճակում դա բերեցիք դարձրիք։ Կիսավեր վիճակի բերեցիք։ Դրել եք մեկին կառավարիչ միլիոններով աշխատավարձ ստանում, քանի միլիոնի վնաս տվեց այդ ենթակայանների պայթյունից եւ այլն։ Այսինքն, որ եկավ միլիոններ ստացավ ավելի լավ աշխատեց հեծը։ Մասնագետ չկա, ոլորտի մարդ չկա, սրտացավ մարդ չկա, չգիտես էս ինչ է։ Ավազակախումբ, ավազակապետություն, չգիտեմ ինչա պետություն։ Արդեն ասվել է, այդ գնահատականն էլ է տրվել իրենց։ Պրոֆիլակտիկ, հա, արդեն մի ժամում հետ հիվանդանոց ու նորից քրեակատարողական մարդու կոնկրետ, չունեմ սպանում են, խոշտանգում են։ Զարի Կոստաջյանը ազանքա Վարդան Ղուկասյանի ծանր վիճակի մասին միջայլոց կրծքավանդակի շուրջ ցավեր ունի, սա նախաինֆարկտային նշաններ են ըստ էության, խնդրեմ։ Մանվել Գրիգորյանի պատմությունը հիշեք եւ արդեն մեզ համար պարզ կդառնա, որ ամեն ինչի է ընդունակ այս իշխանությունը, այսինքն մարդկային ոչ մի բան իրենց մոտ չի աշխատում։ Մարդը առողջական խնդիր ունի, լավ, այնպիսի խնդիր է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի է։ Այսինքն դուք ունեք, չէ՞, նաև այդ տարբերակը, որ մարդը իր այդ առողջապահական կենտրոնում այդ հարցերը լուծի, հետո ընդ որում շարունակելով կրել իր այդ ուրեմն պատժաչափը եւ այլն։ Կան բոլոր օրենքները կան դրա համար։ Լավ, ինչու անել այն, ինչը ուղղակի ավելի ցավալի է, ավելի վնասակար է, ավելի ուրեմն թշնամական է։ Չգիտեմ, դու անմարդկային է վերջապես։ Մարդու հանդեպ չի կարելի լինել անմարդկային։ Դա չի նշանակում, որ այդ մարդը մարդ չի, դա նշանակում է, որ դու մարդ չես, եթե այդպես ես վերաբերվում նրան։ Անուններ տվեցիք հիմա։ Բոլորս էլ գիտենք, այդ մարդիկ գնացել են, բուժզննում են անցել, հենց ձեր բժիշկներն են զննել նրանց, հաստատում են, որ ունեն առողջական խնդիրներ։ Ես չգիտեմ, որն է պատճառը, նրանց մինչև վերջ, ուրեմն մարդ է մահացել ի վերջո ձեր դատարանում։ Մարդ է մահացել։ Բանդունել է մահացել, Մեհեր Եղազարյանը, այնտեղ նոր Մանվել Գրիգորյանին հիշեցի, որ դարձյալ էլի Արմեն Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանը, դարձյալ առողջական խնդիրներով մարդիկ մահացան։ Այդ քննության ընթացքում, թե քաշքշուկի ընթացքում, թե հենց բանտում, լավ, հիմա ինչ է, դուք ուզում եք նաև այդ շարքի նոր հերոսներ ունենալ։
Բայց կարելի է չէ աշխատանքի վրա նաև մի քիչ սովորել։ Այսինքն, եթե ես նայում եմ, ասենք Նարեկ Սամսոնյան, ես չգիտեմ նա ինչ ա արել ձեզ, որ այդպիսի ուրեմն անմարդկային այդ մի բառի համար անմարդկային այդպիսի վերաբերմունք եք դրսևորել։ Հա, լավ, դա ազգային անվտանգության հարց է։ Դա ես չգիտեմ, պետական դավաճանություն է։ Լավ, ինչ արել այդ մարդը, որ անընդհատ այդպես տանջամա անես նրան։ Ինչ արել Վարդան Ղուկասյանը, ընտրություններով հաղթել է իրանց։ Նույնը Վանաձորի Մամիկոն Ասլանյանի պատմություններ։ Մարդը ընտրվեց քաղաքապետ ու մինչև իր քաղաքապետության ավարտը մնաց բանտում։ Հիմա նույնը սրան են անելու։ Վարդան Ղուկասյանի պայմաններում դեպքում են անելու։ Անընդհատ ձգեն, այդ մարդը կարող է հենց վաղը այդ մարդը սրտամկանի ինֆարկտ ստանա, մահանա բանտում, ինչ եք անելու։ Հա պիտի ասեն դե մենք ինչ անենք, այդպես եղավ, հա։ Բայց ձեզ ասել են, նախազգուշացրել են, դատապաշտպաններ կան, փաստաբաններ կան, չգիտեմ, ամեն ինչ կա, այդ բոլորը մի բանի մասին են խոսում, որ այդ մարդը վատառողջ է։ Սրան պիտի նաև գիտեք ինչ, եթե դու ուժեղ պետություն ես, որի մասին ամեն օր խոսում ես, եթե քո պետական պաշտոնյան այնքան պաշտպանված է հենց քո կողմից, որ հանկարծ ոչ մեկը չի կարող եւ այլն, ներս մտնել նրա աշխատասենյակ։ Լավ, դու համարվելով, այսպես ինքդ նաև քեզ համարելով, այդ ուժեղ պետության ղեկավար, դու այսպես ես վարվում կալանավորների ու մյուսների հետ։ Դու այսպես ես վարվում հայ մարդկանց հետ։ Դու ինչ է, հայ մարդկանց թշնամին ես, կամ հայ մարդն է քո թշնամին, ես պետության թշնամին։ Մարդկանց ձերբակալում ես, տանում դատում ես, չգիտեմ, վիրավորանքի համար, քո ամեն երկրորդ, երրորդ խոսքից մեկը վիրավորանք է։ Ամեն երկրորդ, երրորդ խոսքից մեկը վիրավորանք։ Հավյանքն էլ դեռ իր հերթին։ Հավյանքն էլ իր հերթին։ Ես չգիտեմ, թե ասենք այդ մարդուն ինչպես կարելի է, ասենք իր ասածները դնում ես իր դեմ, ասում ես այդպիսի բան չեմ լսել։ Ծրարով փողերի մասին էր խոսում։ Ասին անգեր, քեզ բերե ծրարով փողեր են տվել, մարդը խոսել է, հիմա դա եղել է հենց զուտ փողի տեսքով, թե քո թերթի տպաքանակը սպառելու տեսքով, ինչ որ բաներ եղել են։ Ասում ես այդպիսի բան չեմ լսել։ Հա, դուս մի տվեք, ես տենց բան չեմ լսել, տենց բան չկա։ Այդպես չի ախր։ Դու, ասենք, գիտես, այսպես ես իմ մեջ երբեմն նստում մտածում եմ, ասում եմ, ինչ կարող է դառնալ հետագայում, ապագայում, չկայացած լրագրողը, չկայացած բանասերը, չկայացած, ասենք, չգիտեմ, ընդդիմադիրը, չկայացած ցուցարարը, չկայացած քաղաքական գործիչը։ Կարող է այս ամեն ինչի հանրագումարը հանկարծ տալ վարչապետ։ Է չի կարող, նույն չկայացած վարչապետն է, նույն չկայացած կառավարությամբ, նույն չկայացած իր պաշտոնյաներով, որոնք 8 միլիոն դրամ աշխատավարձ ու պարգևատրում պիտի ստանան, որ կարողանան լավ աշխատել։ Այդ լավն էլ երևի դա էլ է իրենք չափորոշիչ, էլի, ինչքան լավ, այսինքն եթե աշխատանքի են գալիս ժամը 9-ին, հիմա գան 9-ից 10 պակաս, կլինի ավելի լավ են աշխատում։ Պատկերացումները իրենց դրանց են կողմ չեն անցնում։